դուրս գալուց հիշում եմ, որ այնտեղ փշեպսակով Քրիստոսի նկարը կար աստիճանների վրա կախված, որը տպավորեց ինձ եւ կարծեք այսպես ներքին մի հոգեկան կապ, հաղորդակցություն այդ նկարի հետ ստեղծվեց, ծնվեց իմ մեջ։ Ծնվել եմ պարզաշատավորի ընտանիքում, 6 զավակներ, 3 տղա, 3 աղջիկ, հավատացյալ ընտանիք, հորս եւ մորս առաջնորդությամբ կանոնավոր կերպով ամեն կիրակի հաճախում էինք եկեղեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ երբ մոտենում էինք մուտքին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հայրս իջնում էր ծունկի, մորս հետ միասին եւ մենք հետևում էինք իրենց եւ այդպես ցիկաչոք քայլում էինք դեպի Մայրտաճար։ Հասնելով Մայրտաճարին համբերում էինք պատերը, մուտք գործում տաճար եւ այնտեղ մեկ շարք կանգնում ցնկաչոք ու արտասանում էինք հայրմերը, որ սովորեցրել էր մեզ հայրս։ Մինչև այսօր էլ սխալ տերունական աղոթքն է, ուրեմն արտասանում հայրս։ Օրերից մի օր, երբ հորս հետ պատարագը ավարտված վերադառնում էինք տուն, մոտեցավ Վահան Տերյան եպիսկոպոսը եւ հարցրեց, եթե զավակդ է, հայրս դրական պատասխանեց, հարցրեց, չես ցանկանա, որ զավակդ ընդունվի ճեմարան եւ ուսանի հոգեվոր ճեմարանում։ Անշուշտ ամեն անգամ, երբ գնում էինք Էջմիածին, մայրս տեսնում էր երիտասարդ պատանի ուսանողներին հոգեվոր ճեմարանի եւ առաստված աղոթք էր բարձրացնում, թե երբ կլինի, որ իմ տղան էլ հասակ առնի, մեծանա եւ ընդունվի հոգեվոր ճեմարան, այդ շարքերում տեսնի իր զավակին։ Հայրս ասաց, որ ինչու՞ չէ, սիրով գնացինք։ Ես անշուշտ չէի կարող առարկել հորս ցանկությանը, հետևեցի հորս, բարձրացանք տեսչարան։ Հիշում եմ, Վահան Սրբազանը բարբերաբար մոտենում էր ինձ, ձեռքով թմթմփացնում հարվածում ուսիս, ասելով, որ ընդունված ես, գնա շորերդ փոխի եւ վերջ։ Բայց ես մեղված էի հատակի հետ, տեղիցս չէի շարժվում, իմ մտածումի մեջ այն պատկերն էր, որ մուտք գործելով եկեղեցի եւ բանկ, այլևս երբեք առիթ չպիտի ունենամ տեսնելու իմ եղբայրներին, քույրերին, ծնողացս, որով մտածում էի գետ վերջին անգամ կարողանամ գնալ տուն, տեսնել, հրաժեշտ տալ, հետո նոր գալ նվիրվել կամ մնալ եկեղեցում, նվիրվել եկեղեցուն։ Ուսումնական տարիներից հետո Վիեննայում նշանակվեցի Գերմանիա, որպես հոգևոր հովիվ եւ ուսումս շարունակեցի Բոնի աստվածաբանական համալսարանում։ Այնուհետև վերադարձա Մայրաթոր Սուրբ Էջմիածին, 1 տարի սովորեցի Զագորսկում, որից հետո վեհապար հայրապետի տնօրինությամբ նշանակվեցի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի օգնական։ Անշուշտ եկեղեցին նորովի սկսեց գործել, երբ երկիրը մեր անկախացավ։ Երկրի անկախության հետ եկեղեցին ստացավ լայն հնարավորություններ, ազատություն իր իրական քրիստոնեական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում իրականացնելու։ Ցավի սիրտի ասեմ, որ փոփոխությունները այնքան արագ ընթացք ունեցան, որ եկեղեցին չկարողացավ համակայլ ընթանալ այդ ժամանակի փոփոխությունների հետ։ Եվ բավականին դժվարին եղավ, որպեսզի մենք կարողանանք այդ ծանր պայմաններում, այդ դժվարին պայմաններում մեր առաքելությունը իրականացնել մեր ժողովրդի կյանքից ներս։ Չունեինք բավարար թվով եկեղեցականներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտնվեց նեղ ծանր կացության մեջ, դժվարությունների մեջ, նյութական առումով, չունեինք բավարար թվով եկեղեցիներ, չունեինք մանկավարժներ, որոնք որ կարողանային մատաղ սերնդի
հոգևոր կրթության, դաստիարակության գործը կազմակերպել։ Ուրեմն այս պայմաններում ձեռնամուխ եղանք անմիջապես Արարատյան թեմում ուսուցիչների, կրոնի ուսուցիչների պատրաստության աշխատանքներին, օգտվեցինք առիթից, որ եկեղեցու հովանավորության տակ վերցնենք նախկին պիոներ պալատները, որ մեծաթիվ երեխաներ էին հաճախում դպրոցից հետո իրենց տաղանդը, իրենց ձիրք, շնորհը այնտեղ զարգացնելու, այնտեղ կատարելագործելու եւ այդ հաստատություններում կազմակերպեցինք նաեւ կրոնական դաստիարակությունը, որովհետեւ հավատացած ենք, որ երկրի վաղվա օրը պետք է կառուցեն քրիստոնեական բարոյականի տեր մեր ժողովրդի զավակում։ Եկեղեցականների պակասը բացը լրացնելու համար 1990 թվականին Սևանում հիմնեցինք դպրանոց։ Վերաբացեցինք Սևանի բանկերը, խնդրեցինք ետ վերադարձնել մեզ ընծայարանի շենքը, այնտեղ կազմակերպեցինք ուրեմն առաջին դասարանը հոգևոր հաստատության, դժվարին վիճակվեց մեր ժողովրդին։ Երկրաշարժ, Արցախյան շարժում, շրջափակում, տնտեսական, սոցիալական խնդիրներ, դժվարություններ եւ այդ ժամանակ բնականաբար եկեղեցին որպես ծնող պետք էր որ ամբողջապես տրվեր, նվիրվեր ժողովրդի հոգացությանը։ Ինչ որ հնարավոր էր փորձեցինք կատարել, թեթևացնելու, սպեղանի դնելու մեր ժողովրդի զավակած հոգու վրա բացված վերքերին, նաև ֆիզիկական առումով իրենց հասած վերքերին ու ցավերին։ Օգնություն կազմակերպվեց եկեղեցու ճանապարհով աղետյալներին, գաղթականներին։ Կարող եմ ասել, որ գրեթե 7-8 տարի շարունակ եկեղեցին ի վիճակի չեղավ իր նյութական միջոցներից հատկացում կատարել եկեղեցու ներքին կյանքի բարենորոգմանը, եկեղեցաշինությանը, ամբողջ գումարները նպատակաուղղվում էր մեր ժողովրդի կարիքների հոգացմանը։ Արվում էր այն գիտակցությամբ, որ դժվարին այս կացության մեջ մենք որպես ծնող պարտավոր ենք մեր ժողովրդի կողքին լինելու, նրանց հոգսը փորձելով ինչ-որ չափով վերցնել մեր ուսերի վրա, որպեսզի վաղը չարժանանանք, թե արդեն իսկ նման մեղադրանքներ, նման դժկամություններ, դժգոհություններ հնչում են, թե ուր հայ եկեղեցին մեր կյանքի ծանր ու դժվարին պայմաններին։ Նաև այդպիսի արտահայտություններ այսօր հնչում են քարոզչական գործունեության առումով, որ մենք չենք կարողանում իրապես այս վերջինը արդար է եւ տեղին, որ եկեղեցին իրապես չի կարողանում լինել ամենուր հոգ տանել մեր ժողովրդի հոգևոր պահանջմունքների բավարարման։ Տնտեսական եւ ընկերային այս դժվարությունները ուղեկցվում էին նաեւ այլ դժվարություններով հոգևոր ոլորտում։ Օգտվելով ստեղծված իրավիճակից Հայաստան ներթափանցեցին, ներխուժեցին բազում աղամներ, կրոնական այլ եւ այլ հոսանքներ, որոնք մեր ժողովրդի զավակած փորձում էին օգնություն հասցնելու, մատուցելու այդ պատրվակի տակ, նրանց հեռացնել իրենց հայրերի սրբազան հավատքից, ինչպես ընդունված է զբաղվել հոգեվորսությամբ եւ իրենց համայնքները ձևավորել մեր նվիրական սրբազան հողի վրա։ Ցավով պետք է ասեմ, որ նրանք հաջողություն գտան, որովհետեւ ինչպես ասեցի, մենք պատրաստ չէինք, մենք ի վիճակի չէինք լինել ամենտեղ, լինել մեր ժողովրդի զավակած կողքին, բոլոր պարագաներում եւ հասցնել նրանց հոգեվոր սնունդ եւ մխիթարություն։ Հավատի խնդիրը, որը ազգը միավորող գործոն է, այդպես եղել է դարերի ընթացքին, այդպես է այսօր եւ այդպես լինելու է վաղը։
Մեր ժողովուրդը, որ գոյատևել է, բոլորը գիտակցում են շնորհիվ իր հավատքի է եւ խարխլել մեր ժողովրդի հավատը, քանդել կառուցված տաճարները մեր ժողովրդի հոգուց ներս նշանակում է դիմազրկել, նշանակում է որպես ազգ կանգնեցնել կորստյան վտանգի առջև։ Եվ այս իմաստով իբրև եկեղեցի, իբրև պետություն, կարծում եմ, որ պետք է որ մենք լուրջ մտահոգություն դրսևորենք մեր ժողովրդին փրկելու հոգևոր այդ աղետից, հոգևոր կյանքի ավերածություններից։ Գիտենք, որ յուրաքանչյուր հայու հայացք, որտեղ էլ այն ապրելիս լինի, ուղղված է դեպի մայր հայրենիք, ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին եւ դեպի Մասիսները հայոց երկրի։ Մեր ժողովրդի զավակունք պիտի կարողանան մուտք գործել եկեղեցի եւ այնտեղից հոգևոր մխիթարություն եւ հոգևոր սնունդ ու զորացում ստացած գնալ իրենց տուն։ Եկեղեցին պիտի ներկա լինի մեր ժողովրդի կյանքի մեջ։ Ժողովուրդը պիտի կարողանա աղոթքները հոգևոր դարձնել իր կենցաղի մաս, իր առօրյայի մեջ կիրառելի, իր յուրաքանչյուր գործ եւ քայլ, ինչպես եղել է անցյալում, պիտի ուղեկցվի աղոթքով եւ եկեղեցու օրհնությամբ, մեր հայրերի օրհնությամբ։ Եկեղեցին այս առումով բավականին ծանր, բավականին պատասխանատու աշխատանքներ ունի իրականացնելու, թե ծիսարարողական կյանքի մեջ, որպեսզի ավելի մատչելի, ավելի հասկանալի լինի մեր ժողովրդի զավակած, որպեսզի իրապես ոչ թե թատերական ներկայացման տպավորությամբ ժողովուրդը դուրս գա եկեղեցուց, այլ հաղորդ ու մասնակից դառնա եկեղեցում իրականացվող, կատարվող ծիսարարողական կյանքին։ Մնում է հայցել, որ Աստված իր պահապան աչքը հովանի դարձնի մեր հայրենիքի վրա, զորակից եւ մարտակից մեր ժողովրդին, որ մենք կերտենք մեր կյանքը երջանկաբեր, օրհնաբեր, աստվածահաճո, որպեսզի շարունակենք մեր ընթացքը դեպի հավերժություն, դեպի հավիտենություն։